Հիշում եք, չէ՞, ամիսներ առաջ Կալուգացի Սամոյի մանկապարտեզը հայտարարում էր, թե պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել։ Հիմա հայտարարում են, որ վերցնելու են ազգային ժողովի իրենց 29 մանդատները։ Հիմա հարց. 29 պատգամավորից քանիսն են պատրաստ 1 դրամով պատգամավոր աշխատել։ Վարչապետ չէ, ընդամենը պատգամավոր, քանիսն են պատրաստ 1 դրամով աշխատել։ Փոփոխություն արեք, 1 դրամով պատգամավոր աշխատեք։ Տեսա, որ կալուգացիները արդեն 2 օր է ընկած բացատրում են իրենց ընտրողներին, թե ինչու են վերցնում մանդատները, արդարացումներ են բերում եւ այլն։ Եվ զգում եմ, որ նրանք չեն հասկանում, թե իրենց ընտրողները ինչու են նեղսրտած կամ ինչու իրենց չեն հասկանում, եւ ուզում եմ բացատրել։ Ուրեմն, սիրելի կալուգացիներ, այս ամեն ինչը տեղի է ունենում ձեր այն փոքրաթիվ ընտրողները, նկատի ունեմ իրական ձեր ընտրողները, ոչ թե փողով ընտրողները։ Այդպեսին կան, քիչ են, բայց կան։ Նեղսրտում են, որովհետև դուք տարել եք ապոկալիպտիկ քարոզարշավ։ Դուք ասել եք, եթե Փաշինյանը կրի, նախ ասել եք, որ դուք եք կրելու, որ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու, չգիտեմ ոնց լինելով Ռուսաստանի քաղաքացի, բայց էթնիկո։ Ու ասել եք, եթե Փաշինյանը հաղթի, 300,000 ադրբեջանցի է հաջորդ օրը գալու։ Ասել եք, որ Հայաստանը դառնալու է թուրք ադրբեջանական վիլայետ, որ մենք դավաճաններ ենք եւ այսպես շարունակ։ Եվ բնական է, որ ձեր ընտրողները ասում են մի վարքյան։ Այսինքն ապոկալիպսիսի մասին եք խոսում, հիմա ինչ թուրք-ադրբեջանական վիլայետում դուք գնալու եք падգամավոր դառնալ, ու իրանց տեսանկյունից, ովքեր որ ձեզ հավատացել են, ձեր ստերին, տրամաբանական է այդ հարցադրումը։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել։ Դուք ձեզ գցել եք ծուղակը, այն նույն ծուղակը, որը իրանց գցել էին Հայաստան խմբակցության падգամավորները, Քոչարյանն ենք։ Իրանք էլ 2021 թվականին ապոկալիպտիկ թեզերով քարոզարշավ արեցին, հետո սխելով եկան մանդատները վերցրեցին եւ հայտնվեցին երկվության մեջ, անձի երկվության մեջ։ Մի կողմից իրանք ասել էին, որ մենք աշխարհի ամենավերջին թշնամիներն ենք, բայց մյուս կողմից իրանք խորհրդարանական գործունեությամբ պետք է զբաղվեին։ Ու դրա համար մի օր գալիս էին նիստի, մի օր չէին գալի նիստի, հանձնաժողովի նիստերի մի օր գալիս էին, մի օր չէին գալիս էին մի անգամ գալիս էին մեր հետ գործողման, ընտրողները ինչ շան լապ ասես իրանց գլխին չէին թափում, որովհետև ասում էին իվարկյան դուք ես դավաճանների հետ ո՞նց եք գնում։ Եվ հետեւաբար լուծումը ո՞րն է, սիրելի կալուգացիներ։ Տեսեք, Հայաստան խմբակցությունը 5 տարի հետո ստացավ 2 անգամ ավելի քիչ քվե։ Այս ամեն ինչի արդյունքում, այս իրանց անհետևողականության եւ ապոկալիպտիկ քարոզարշավի արդյունքում։ Լուծումը ո՞րն է։ Սուտ արդարացումներ մի բերեք, այդ հեքիաթները մի պատմեք, որ գալիս եք, որպեսզի ՔՊ-ից падգամավոր փախցնեք, որ ձեզ ընտրի, չի լինելու այդպիսի բան։ Ասեք ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը հետեւյալն է։ Պետք է ասեք ընդամենը հետեւյալը։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը տվել է իր քվեն եւ տվել է մանդատ կառավարելու քաղաքացիական պայմանագրին։ Մեզ, այսինքն ձեզ, տվել է մանդատ լինել ընդդիմություն։ Այնքան մանդատ է տվել, որ դուք լինեք ընդդիմություն, բայց չլինեք իշխանություն։ Եվ դուք պատրաստվում եք գաք ազգային ժողով եւ բարձրաձայնեք նրանց խնդիրները։ Ահա այս է ճշմարտությունը։ Սա է ձեր ընտրությունը։ Չնայած ինչ եմ խոսում, դուք ինչ ընտրություն ունեք։ Ձեզ ուղղակի ասել են կգնաք մանդատները կվերցնեք, նրանք ովքեր որ ձեզ ուղարկել են Հայաստան, դուք էլ խելոք պես վերցնեք։ Դուք ով եք որ ընտրություն ունենաք։ Կհանդիպենք ազգային ժողովում։ Վստահաբար արդեն տեսել եք, որ են իրենց հաղթանակի մասին հեքիաթներ պատմող ու ենթադրաբար մի քանի 100 միլիոն դոլարի ընտրակաշառք բաժանած ուժեղ Հայաստան կոչվող փոքրիկ խմբակի անդամներն ու պարագլուխները արդեն սկսել են պատմել են մասին, որ իրենք դեմանդատները վերցնում են, որ այսպես, որ այնպես, մի խոսքով հերթական անգամ սուտը փչեցին մարդկանց աչքերին, իրենց էլեկտորատին խաբեցին, սին հաղթանակի մասին ինչ-որ անհասկանալի պատումներով, հիմա խելոք մանդատները վերցնելու են ու գալու են ազգային ժողովում, փոքրիկ խմբակ են լինելու, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, այդ փոքրիկ խմբակի, փոքրիկ անձնակազմում մի հոգի կա Էդգար Ղազարյան անունազգանով մարդ, որը եթերով կամեցել է հայ սակրավորների մահը։ Ու եթե փոքրիկ խմբակը գոնե փոքր-ինչ արժանապատվություն ունի, խորհրդարան կգա առանց դրա։ Ինչպես եւ սպասվում էր, կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են падգամավորական մանդատները եւ գալու են ազգային ժողով։ Դա նրանց չի փրկելու։ Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները եւ պարզապես տարբեր կալիբրի գործակալները
պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարտը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել եւ հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, այն նրանց մենք առանձնահատուկ ողջավորությամբ ենք սպասում ազգային ժողովում եւ քաղաքականապես ոչնչացնելու ենք կրկին մինչև վերջին մարտը։ Սպասում ենք։ Ամիսներ շարունակ համոզում էին, թե ընտրությունները թող լինեն, փոփոխություն կլինի ու Սամոն կդառնա վարչապետ։ Հետո համոզում էին, թե Սահմանադրական դատարանի վճիռը թող լինի, փոփոխություն կլինի ու հնարավոր է Սամոն կդառնա վարչապետ։ Հիմա էլ համոզում են, թե մանդատները վերցնենք, որ գնանք փոփոխություն անենք։ Մանդատները կվերցնեք, թե չէ, դա բացառապես ձեր խնդիրն է։ Բայց ազգային ժողովը թույլ չենք տալու վերածել կրկեսի արենայի։ Թույլ չենք տալու կրկեսային ելույթներ։ Ու մինչ օրս ձեր ամեն մի ասած տառի ու բառի համար ազգային ժողովում պատասխան եք տալու։ Սև փոփոխություն է ձեզ սպասվում։ Բացի դրանից կալուկացի ասեցի, հիշեցի։ Հիշում եք, չէ՞ որ իրանք խոստանում էին, որ հաջորդ վարչապետն է լինելու Կալուգացին, որ հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու եւ այդ պահին չի լինելու Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձ։ Ես խնդրում եմ ասեք, ինչ եղավ։ Ինչ եղավ, գործընթացի մեջ։ Բայց մի վարքան ինքը չէր ասում, չէ՞ որ հունիսի այսօր ամսի քանիսն է, հունիսի 3-ն է։ Հա, հուլիսի 3-ն է։ Ինքը չէր ասում, չէ՞, հուլիսի 3-ի դրությամբ ես գործընթացի մեջ եմ լինելու։ Ինքը ասում էր հունիսի 8-ին ես կառավարության նիստ եմ վար։ Լավ է, հեքիաթներ։ Հակաշարք բաժանելու դեպքերը ասում է, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ, ինչ կարծիք ունեք դուք։ Կներեք, այդ ինձ ներվանացում է ուրիշ բաներ չասում։ Անասում են իրանք, որ հերքում են։ Իրենք ասում են, որ իրենք ընդհանրապես կապ չունեն այդ։ Ո՞վ կապ ունի ես ինքս այդ բանի մեջ եմ եղել, ինտրա հանձնաժողովի մեջ եմ եղել։ Ու ես տեսել եմ այդ մարդկանց, ովքեր եկել են փողոք քվեարկել։ Սուտ են ասում, նրանք ոտից գլուխ սուտ են։ Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը, թե ամենակարևոր Կալուգացին։ Միանշանակ բաժանելու, միանշանակ։ Դիմությունը հերքում է ընտրակաշարք բաժանելու դեպքերը եւ ասում է, որ իրենք կապ չունեն այդ ամենի մասին, ինչ կարծիք ունեք։ Ով կապ ունի։ Իրենք հերքում են, կապ չունեն։ Իրենք արդեն իրանց խնդիրն է։ Ըստ ձեզ իրենք կապ ունեն այդ ամենի։ Ընտրակաշարքը իհարկե ունի։